Պետական, քաղաքական, հասարակական գործիչ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար Ռաֆայել Արմենակի Մինասյանի 100-ամյակի օրը մայիսի 15-ին հենց նրա անունով փողոցի բակերից մեկում բացվեց հայտնի կապանցու կիսանդրին։ Հոբելյանական հանդիսավոր միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավարը, Ռաֆայել Մինասյանի հարազատները եւ ոչ միայն։ Նախագծի վրա աշխատել են մեծ պատասխանատվությամբ եւ յուրաքանչյուր մասնիկ այստեղ ասելիք ունի, նշեց Գևորգ Փարսյանը։ Այս նախագիծը իրականացնելիս մենք այս հարթականդակով փորձել ենք նաև ներկայացնել այն ոլորտները, որտեղ որ Ռաֆայել Մինասյան անունը ամրագրված է այդ ոլորտների կայացման հաջողության գրավական։ Այնպիսին ինչպիսիք են արդյունաբերությունը, քաղաքաշինության ոլորտը, տրանսպորտը, կրթություն, մշակույթ եւ այդպես շարունակ։ Չկա այնպիսի մի ոլորտ, որ իր կառավարման տարիներին աննախադեպ վերելք ապրած չլինի։ Անմնացորդ նվիրումը եւ հայրենի քաղաքի զարգացման գործում հսկայական ներդրումը Ռաֆայել Մինասյանի ժառանգների համար այսօր դարձել են արժեհամակարգ, որը պարտավոր են պահպանել եւ փոխանցել սերունդներին։ Ես երբեք չէի սպասի, որ կարող է պատահի, ասենք թե 50 տարի հետո այն ինչ սիրով իսկապես պապասանում էր այս քաղաքի համար, ու ինքը պարտականություն չէր դա հաճույք էր։ Ու այսօր ժողովուրդը հավաքվել է, իր արձանն է դրել, ու ծաղիկ ենք դնում, ու ուրախ, ու ոնց որ դե տոնային օր է, էլի, բադակիչ է։ Ես վաղուց ստեղ չեմ եղել, սիրտս ծաղկած է, այդ այնց ասեմ, իրան շատ դուր կգար այս ամեն ինչը։ Ոչ թե միայն այն, որ ասենք թե իր կիսանդրին է դրված, ընդհանրապես բնակչությունը, ժողովուրդը, ինձ էլ զանգերով բանով, բոլորը ուզում են գան կապան, բոլորը։ Կիսանդրու ստեղծումն ու հարակից պուրակի բարեկարգումը իրականացվել են համայնքային միջոցներով, կողքիկ կատարված աշխատանքը ներկաների աչքից չվրիպեց։ Հիշում եմ, որ պապիկս շատ խարիզմատիկ, շատ աշխատասեր, շատ հայրենասեր։ Նույնիսկ մենք Կապանում մշտական չենք բնակվել, բայց իր դասիրակությամբ, հորս դասիրակությամբ գալով ստեղ ամեն ամառ մենք զգում ենք մեր դենկան, աշխատանքը, քանդակը հենց բուն, լանդշաֆտը, կազմակերպվածությունը, շատ նուրբ, շատ ճաշակով, շատ հուզված ենք ու շատ կապված ենք Սյունիքի ու Կապանի հետ, մեր ողջ սրտով, մեր ողջ հոգով։ 942 թվականին գերազանցությամբ ավարտել են Անկեր բանավանի միջնակարգ դպրոցը։ Հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց Ռաֆայել Մինասյանի կյանքին ու գործունեությանը նվիրված հուշ ցերեկույթը, որի ընթացքում ներկաները վերհիշեցին նրա անցած ուղին, կարևորեցին մարդկային հատկանիշներն ու այն արժեքները, որոնց անվանի կապանցին հավատարիմ մնաց գործունեության ողջ ընթացքում։ 20-րդ դարի մեր ամենամեծ կապանցի հայրենակիցն է եղել Ռաֆայել Մինասյանը։ Ռաֆայել Մինասյանի հերոսի հավաքական կերպարը միշտ եղել է աշխատավոր մարդը, հանքի բանվորը, հողի մշակը, կտվորը, շինարարը, անսահման սիրով սիրում էր իր հայրենի եզերքը եւ համապատասխան ձևով ժողովուրդը սիրում էր իր ղեկավարին։ Այսօրվա ղեկավարությունը չի էլ տեսել Ռաֆայել Արմենակիչին, բայց նրա գործերը, նրա հայրենասիրությունը, նրա ավանդը այսօրվա Կապանի կայացման գործում այնքան մեծ է եւ իբարես այսօրվա սերունդի, որ գիտեն գնահատել։ Նախնիների կատարած աշխատանքը ու թողած ավանդը գնահատելը ոչ միայն հարգանքի դրսևորում է, այլև պատմությունը ճանաչելու կարևոր ճանապարհ։ Նրանց ստեղծած արժեքներն ու նվիրումով անցած ուղին նոր սերունդների համար հայրենիքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը պահպանելու լավագույն օրինակն են։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։